Հայկական ներկայություն Եվրոպայի սրտում ավելի քան 200 տարի։ Մխիթարյանների ճյուղը Վիեննայում է 1811 թվականից։ Նախագահ Սարգսյանն Ավստրիա առաջին պաշտոնական այցի շրջանակում Վիեննայի հայկական կարևոր հանգրվաններից մեկում է։ Միաբանության Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին է, կաթոլիկ, սակայն հայ կաթոլիկ, պատմում է հայր Պողոս Կոջանյանը։ Մեծ նկար ամենավերը Հայաստան աշխարհն է, մեջտեղ փոքր նկարը դասեփաստացին է, ցախին պետք է լինի Արարատ դեր փոքր տուր մգա այնտեղ նոյի դավանող միասին, դա Արարատ դերն է։ Նախագահն ու Սփյուռքի կարևորագույն կենտրոններից մեկի ներկայացուցիչները համատեղ աղոթում են Հայաստանի ու համայն աշխարհի հայության բարօրության համար։ Մինչև հայագիտության ու համաշխարհային գիտության գանձերը ներկայացնելը մխիթարյանները հյուրերին իրենց ձեռքով պատրաստած հատուկ ըմպելիքն են մատուցում։ Առողջարար խմիչքի բաղադրատոմսը բացառիկ է 40 տեսակի բույսերից։ Մենք աղոթում ենք մեր ժողովրդի համար, մեր իշխանությունների համար, հատկապես մեր նախագահի համար, թող Աստված ձեզ դա առողջություն, իմաստություն եւ քաջություն մեր ժողովրդին առաջնորդելու դեպի լավագույն ապագա, դեպի իրապես արժանավետ կյանք։ Մենք հպարտանում ենք ձեզնով, հպարտանում ենք այն աշխատանքով, որ դուք կատարել եւ կատարում եք եւ պատրաստ ենք օժանդակելու, որովհետև եթե նախկիններում դուք եք մշտապես օժանդակել հայրությանը, հայրենիքին, ծառայություններ մատուցել հայագիտությանը, մենք ի վիճակի ենք պատկաստծո այսօր նաև այն օժանդակության համար, որ դուք եք ցուցաբերել, մենք ի վիճակի ենք ևս օժանդակել։ Մենք պատրաստական ենք ձեզ օգնելու, օժանդակելու, որպեսզի ձեր գործը հավերժի։ Ավստրիայի Մարիա Թերեզա կայսրուհու հրամանագիրն է։ Սրանով մխիթարյանները հնարավորություն էին ստանում գործունեություն ծավալել իտալական Տրիեստում։ 38 տարի անց 1811-ին մխիթարյանները հաստատվում են Վիեննայում, հիմնելով միաբանության մասնաճյուղը։ Հանրահայտ գրադարանի հավաքածուն մեծությամբ 4-րդն է, Մատենադարանից, Սուրբ Ղազարից ու Երուսաղեմից հետո։ Այստեղ ավելի քան 50,000 բացառիկ արժեք ներկայացնող հրատարակություններ են։ Արձագանքեղոսի բազմությունն է, բայց գրնակի Նախագահ Սարգսյանը մխիթարյաններին Ջուղայի ավերված խաչքարերից մեկի նկարն է նվիրում եւ Սուրբ Հայաստան գիրքը։ Սուրբ Հայաստան, դա իհարկե նաև մեր գանձերն են այստեղ։ Միաբանության թանգարանում նախագահին պատմում են, որ հայկական պարբերական մամուլի շուրջ 70,000 օրինակ, կտավների խոշոր հավաքածու, հայկական տարազներ, ձեռագործ գորգեր եւ բացառիկ այլ ցուցանմուշներ ունեն, որոնք մխիթարյանները հավաքել են ամբողջ աշխարհից 200 տարվա ընթացքում։ Շուրջ 2600 ձեռագրերի մեջ հազվագյուտ օրինակներ էլ կան, Թորոս Ռոսլինի եւ Սարգիս Պիծակի նկարազարդումներով։ Այս մեծ հարկաբաժնում մխիթարյանների հանրահայտ տպարանն է։ Հաստատվելով Վիեննայում միաբանները բացի հոգևոր կրոնական գործունեությունից զբաղվել են նաև պատմաբանասիրական, թարգմանական, ձեռագրագիտական, կրթական ու բնագիտական երկերի տպագրությամբ։ Մխիթարյան միաբանությունը Վիեննայում հայկական հոգևոր մշակութային ներկայությամբ միակը չէ։ Նախագահն այցելում է նաև Սուրբ Հռիփսիմե առաքելական եկեղեցի, որտեղ պետության ղեկավարին ներկայացնում են հայկական հոգևոր այս տաճարի ստեղծման պատմությունը, պատմում համայնքի հոգևոր կյանքի մասին։ Եկեղեցու բակում ցեղասպանության զոհերի հուշահամալիրն է։ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցում նահատակների հիշատակին, ծաղիկներ խոնարհում եկեղեցու հուշահամալիրին։ Նախագահին նաև համայնքային կենտրոնում են սպասում, եռագույն հագած երգչախումբ, երգեցողությունը մաքուր հայերեն։ Հայաստան, մեծ լեռներ, ուժ կտան, միասին նոր Արկադի Գրիգորյան, Արման Ղարիբյան, ժամը լրատվական։